Եվ ամփոփելով Շիրակի մարզի ԿՊ-ականներին, ես ուզում եմ հատուկ անդրադառնալ երկակի ստանդարտներին եւ մի անձի, որը անկեղծ պետք է լինեմ, ցավով եմ անդրադառնում, դա Արթիկ համայնքի ԿՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանն է։ Անանիկ Ոսկանյանին ճանաչում եմ շատ վաղուց։ Անանիկը Ոսկանյան Գրիգորյան Մանվելի գեներալի սանիկն է, աշխատել է երկար ժամանակ նրա հետ, ինչպես ես։ Ես նույնպես Գրիգորյան Մանվելի հետ բոլոր լավ գիտեք սանիկն եմ եւ իր հետ աշխատել եմ։ Մենք այսօր տղեկ որպես կանգնած ենք Մանվել Գրիգորյանի կողքին, պատրաստ ենք Մանվել Գրիգորյանի հրամանով նույնիսկ մեռնելու։ Ինչն է հետաքրքիր, Անանիկը Ոսկանյան հայտնի դարձավ հեղափոխությունից հետո, երբ որ աղուացով Նիկոլ Փաշինյանին ընդունեց։ Շնորհակալություն նախարարությանը, դեպարտամենտին, մարզպետանին, համայնքին ու դեզարից վարչապետ։ Եվ հիմա մի փոքր անդրադարձ կատարեմ Անանիկ Ոսկանյանի հայտարարագրին։ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում, չգիտեմ, այլ մեխանիզմներ, ESN։ Անանիկը 2022 թվականին հանձնված հայտարարագրով ներկայացրել որ Պեմզաշեն գյուղում ունի հողամաս եւ 1.5 միլիոն դրամ կանխիկ գումար, ուրիշ ոչինչ չի հայտարարագրել։ Բայց այնինչ վստահ եմ, որ ստերել է սխալարը, որովհետեւ Անանիկի Պեմզաշենի տունը ես տեսել եմ, ինքը գյուղում տուն ունեցել է, ստեղել է ինչ-որ խնդիր առաջացել։ Նախկինում էլ այսպես եղել, թե այս հեղափոխությունից հետո է։ Շարունակեմ, արդեն հաջորդ տարի Անանիկը 21 միլիոն դրամով շատ կասկածելի ցածր գնով Երևանում ձեռքաբերում տուն։ Ինչն է հետաքրքիր, որ տարվա սկզբում արդեն ինքը հայտարարագրում է, որ 6.5 միլիոն դրամ փող ունի, եւ տարվա վերջ այդ գումարը դառնում է 18 միլիոն դրամ։ Անանիկիս եկամուտները կազմել է 4.9 միլիոն դրամ։ Ինչի կապակցությամբ բոլոր ներկա 50 տարեկաններին շնորհավորում։ Մեր անալը 20 միլիոն վարկ ավերսրել ու մինչև տարվա վերջ մնացորդը մնացել է 4.3 միլիոն դրամ։ Այդ 16 միլիոնը որտեղից փակվեց, այնտեղ կանխիկ գումարը որտեղից իր մոտ ավելացավ, անհասկանալի է։ Հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք։ Հաջորդ նիշն է զավեշտ, որ 17.05.2024 թվականին հանձնված հայտարարագրով մեր Անանիկը ձեռքաբերում երկու հատ Toyota ավտոմեքենա, մեկը 14 միլիոն դրամով, մեկը 3.9 միլիոն դրամով։ Կոչ ենք անում ակտիվ լինել։ Այն 14 միլիոն դրամը ձեռքբերման եղանակը գրում է այլ։ Հետո մամուլում ասում էր, որ անուշ ախպերներն են ինձի նվեր արել։ Մասամբ կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, իջանք մի հատ թեթևի մտանք, բա մի շքայլենք, մտնենք կողքի անտառը ու տես դուրս գան։ Բայց թե առաջի տես չէին անում, էդի չգիտեմ։ Ինչն է հետաքրքիր, որ 0%-ով 20 միլիոն դրամ փոխառություն է վերցնում եւ տարվա վերջում այդ փոխառությունից մնում է 2 միլիոն դրամ։ Գիտենք ով է դեմ։ Անհասկանալի 16.5 միլիոն դրամ կանխիկ փող ունի մեր Անանիկը արդեն, Ուրիշ դեմ ունենք։ եւ վարկը դառնում է 5.1 միլիոն դրամ։ Ինչն է հետաքրքիր, տարիներ ի վեր Անանիկը ներկայացնում է sense farce եւ պատկան մարմինները չեն արվում, տղա ջան, այս աննորմալ է, նորմալ չի։ Ուշադրություն հարգելի կոռումպացված չինովնիկներ։ 2025 թվականին հանձնված հայտարարագրով ավտոմեքենաներից մեկը վաճառվում է 7 միլիոն դրամով։ Ամենայն հավանականությամբ այն երկու անգամ թանկ նվեր ստացած ավտոմեքենա։ Ստացավ ընկերները 14 միլիոն փող հավաքեցին կոպեկ առ կոպեկ ավտո առան, ինքը կես գնով ծախեց։ Ես այդպիսի հանձնարարական տվել եմ, բարձել որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձևերը եւ ուղիները։ Մեր Անանիկը արդեն ներկայացրել է, որ ունի 26 միլիոն եկամուտ եւ 20 միլիոն դրամն այլ եկամուտ է։ Կներեք որտեղից։ Խելոք են, էլի ուզորով չի։ Այդ եմ ուզում հասկանամ եւ կոռուպցիայի դեմ պայքարող այս իշխանությունը ու իրանց չինովնիկները էս է իրանց պատկերը։ Անհասկանալի ձևերով փողերը ավելանում են այս մարդկանց, կորում են, հայտարարիր են լրացրել, որտեղ հասկանում ես եւ ունեն գրագիտության եւ թալանի խնդիր։ Չհասկացանք ինչի մասին է խոսքը, բայց դերևս դեմ չենք լինի։ Հիմա եթե իմ փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանը, կասեր՝ «Պայ թալանչիներ, էս չեք դուք»։ Այնքան փողերը խառը խշտիկ գալիս է, չեք հասկանում, որ փողը որտեղից է գալիս, ուր է գանում։ Եվ պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Եվ անդրադարձ կատարելով հատուկ եմ անդրադարձ կատարել Անանիկ Ոսկանյանին ինչու համար, ցույց տալու համար, որ ձեր կողմից նախկինը նշանակովի է։ Ու մյուս անգամ եթե փորձեք բերանները բացել նախկինի անուն տակ, համապատասխան մի բանով բերանները ծեփեք, փագեք ու չփորձեք նախկինի անուն տալ։
ձեր կողմից նախկինը կերս կատեգորիա, որը որ դուք եք մոգոնը եւ ձեր կողմից նշանակովի այդ նախկինը։ Ցմ